Հիմա իմ inside-ի մասին Ժորժ ջան, ուրեմն ինձ տեղեկություն է եկել այսօր, այսինքն մեր մոտով արդեն 3 նոր օրը փոխվել։ Ինչ է կատարվում։ Ուրեմն Ռուսաստանը, Պուտինը վճռական որոշում է կայացրել, որ Հայաստանի համար գազը թանկանալու է։ Եվ թանկանալու է կտրուկ։ Արդեն որոշումը կայացված է։ Այդ մասին տեղյակ է պահվել Հայաստանի բարձր ղեկավարությունը, եւ հիմա Հայաստանի բարձր ղեկավարությունը որոշում է թե ինչ անել, որովհետեւ դա լրջագույն հարված է լինելու այսպայն Հայաստանի տնտեսությանը։ Ես պատահական չէի այն ժամանակ բարձրացնում։ Ուրեմն տեսեք Ժորժ ջան, հասարակ մի բան ուրեմն, ինչ ասում ապրիլի 5-ից հետո, երբ որ Փաշինյանը տապալեց Եվրոպայի բանակցությունները, ես միջև էլ գիտեի, բայց անդադ հույս էի հայտնում, ասում էի, դե կգնան, կանեն, հասկանալով որ տարբերակ չունեմ։ Երբ որ ասում էի, որ ձեր բալանսավորումը բերելու է այլանդակության, որ սուտ է դա, չի լինելու, դա չի կարող իրականանալ, եւ հենց առաջինը ռուսները չեն թողելու, որ դուք բալանսավորեք, դա ճշգրտորեն իրականացավ։ Եվ հիմա ես կկարդամ այսօր ձեզ նաև CNN-ի հոդվածը, որտեղ ասվում է հենց այն, ինչ որ ես ձեզ ասում էի 2 տարի Ժորժ։ Այսինքն ճշգրտորեն, sense միլիմետրով ճիշտ ներկայացրել եմ ձեզ վերլուծություն։ Հիմա ուրեմն պատճառը հետևյալն է, ինչի նաև չի շնորհավորում դեռևս Պուտինը Փաշինյանին։ Սա շանտաժ է, արդեն որոշումը կայացված է, որ պետք է թանկացվի, եւ փորձում են Փաշինյանին բերել մի իրավիճակի, որտեղ նա կհամաձայնվի այնպիսի գործարքի, որը ընդհանրապես Հայաստանի ճանապարհը կփակի դեպի արևմուտք։ Այսինքն հենց հիմա Պուտինը Փաշինյանից կողմնորոշում է պահանջում, կամ ինքը գազը կտրուկ թանկացնում է Հայաստանի համար, կամ Հայաստանը պետք է ուրեմն պարկի վերջնականապես Ռուսաստանի տակ։ Բնականաբար դրա տակ մտնելու է նաև թրիփից հրաժարվելը կամ թրիփի մեջ Պուտինին մտցնելը, ինչ նշանակում է նաև թրիփը քանդել։ Մի խոսքով տեղեկացեք, որ այսպիսի որոշում կա։ Հիմա տենց խառնվե հավաքվել, որոշում են կայացնում ինչ անել, բայց լավ լուրը հետևյալն է։ Եվրոպացիները այդ մասին էլ ենք մենք ձեզ տեղյակ պահել եւ ես եւ Մարատը Հակոբյան, եվրոպացիները աշխատում են շատ արագ այդ ուղղությամբ եւ աշխատում են արդեն մի քանի տարի եւ ես ձեզ մի բան նկատեցի, որ այս անգամ Եվրոպայի արձագանքը Հայաստանը պատրաստ չէր, Պապոյանը պատրաստ չէր, Պապոյանը տենց հաշվարկ չէր արել, եվրոպացիք ավելի արագ ասեցին ուղարկի արագ հաշվարկները մենք ձեզ օգնենք։ Եվ հիմա տեսնում ենք ինչ Պապոյանը ինքը խոստովանեց, որ հաշվարկները չի ուղարկի, իրա բերանով խոստովանեց, որ ընդեղից ասել են հաշվարկ ուղարկի, տղա ջան, ի՞նչ ես մունատ գալիս։ Եվրոպացիք երբեք կյանքում ոչ միտեղ այսքան արագ չէին արձագանքել մեզ համար։ Եվ հիմա արդեն Պապոյանը կամ Արադ Միրզոյանը ասում են, որ հեսա շուտով կներկայացնենք ինչ արագությամբ եւ որտեղ ինչ ապրանքներ են արտահանելու։ Նույնը վերաբերվում է գազին։ Երբ որ ձեզ ասում էի, որ թուրքմենական տարբերակը առաջարկվել է, նստածրել են բանակցությունների, բայց Ռուսաստանից էլի մի բան պոկելու ակնկալ, դե քանի դեռ փոխվարչապետը Մեհեր Գրիգորյանն է, այսպես էլ լինելու էր, ու այսպես էլ շարունակվելու է, քանի դեռ փոխվարչապետը Մեհեր Գրիգորյանն է Ժորժ։ Դա իմ խորին համոզմունքն է։ Ես ի սկզբանե ասել եմ, հենց Մեհեր Գրիգորյանի փոխարեն նշանակվի, նա ընդհանրապես Մեհեր Գրիգորյանը պետք չլինի որևէ պաշտոնի։ Հələ այս մնացած բաների մասին չեմ խոսում, թե պետք է ինչ ուսումնասիրություններ կատարվի իր գործունեության հետ կապված հետագայում, բայց Թուրքմենստանի հետ այդ swap տարբերակով Իրանի պայմանագիրը դասավորվեց, իրանք լավ հասկանում էին, դեռ տարի ու կես առաջ, մոտ 2 տարի առաջվա սկսել այդ process-ը, որ Հայաստանը ազատվի Ռուսաստանի գազային կախվածությամբ։ Ես inside-ը ներկայացրեցի այն ժամանակ, գնացել են նստել են թուրքմենների դեմը, ռուսները ասենք 177-ով են ծախում, ու կոլորականությունը հաշվի առնելով, թուրքմեններին ասել են մենք կարող ենք ձեզանից առնել 125-ով, թուրքմեններն էլ ասել են չհասկացա ոնց 125-ով, դուք տենց գին որտեղ եք տեսել 125-ով, ինչ 125։ Բնականաբար նրանք ասել են ոչ, այնպիսի գին են կրակել թուրքմեններին Հայաստանի իշխանությունները, որպեսզի թուրքմենները չհամաձայնեն։ Սա իմ ունեցած ինսայթն է Ժորժ։ Սա իմ ունեցած ինսայթն է։ Եվ սա դեռ 2 տարի առաջ են արել, որպեսզի այսօրը իրանք չընկնեն։ Այն ժամանակ զգուշացնում էինք, դեռ ապրիլի 5-ից սկսած, երբ որ ես արդեն վճռակապես հասկացա, որ սրանք գնում են բալանսավորման ու ռեգիոնալիզմի, ասում էի, որ սխալ ուղով եք գնում, սխալ բաներ եք անում, չի լինելու։ Ջրի շախմատը տապալվել է, ջրի շախմատիստ, չես հասկանում, որ տապալվել է։ Ընդհանրապես դու պետք է չլինես էլ խոսքը ասում եմ որոշակի ջրի շախմատիստներին, որոնք իրանց շախմատիստի տեղ էին դրել այս կյանքում եւ շարունակում են վատություն անել այս երկրին իրանց ընդհանրապես ուղակի գոյությամբ էլի։ Դրա համար ասում ենք չի լինելու,
Այդպիսի բան չի լինելու, չեք կարողանալու։ Ձեր մեգա դախլչիների համար չեք կարողանալու երկիրը վարի կտակ ուղակի, բայց չլսեցին, շարունակեցին նույն բանը։ Հիմա եկավ պահը սրվեց եւ իրանք տեսնում են, որ արդեն իրենց հենց են պատին դեմ տվել, որ իրանք պետքա ուրեմն սկսեն որոշումներ կայացնել, հա։ Սա է իրականությունը, հիմա հասկանանք, տեսնենք կթանկանա գազը թե չէ։ Այ եթե գազը չթանկանա, ժողովուրդ ջան, հայ ժամանակ լիքը նոր հարցեր կառաջանա մեր մոտ, որովհետև իսկ եվրոպացիները առաջարկել են կոմպենսացնել, ասեմ ձեզ, կարող է որոշակի թանկացում սկզբից նկատի, բայց ժողովուրդ ջան, հանուն անկախության, հանուն մեղրին պահելու, հանուն հետագա ընտիր բարգավաճ բան, այս պահը պետք է պատվով անցնենք թասիբով, անկախ ամեն ինչից, ուրեմն ավելին ասեմ, շատ ավելի լավ է որ թանկացնեն ու սկսվի կոմպենսացիայի եւ ալտերնատիվների փնտրտուքը, եւ դա իրոք առանց դրա Հայաստանը անկախ չի դառնա։ Լավ է այսօր սկսվի դա։ Հատկապես որ ընտրությունները անցել են եւ հիմա ինքը չունի որևէ պատճառ դա չանելու։ Եթե ինքը անկեղծ է, բայց ինքը այդքան էլ անկեղծ չի։ Փաշինյանը շարունակում է փայփայել, սրտի տակ հույս, որ ինքը կարողանա Պուտինը իր սրտում պահել Պուտինին։ Եվ մենք հիմա կհասկանանք։ Իրականում պետք է այլևս եկել է վճռական եւ արագ գործելու տարբերակը։ Եվրոպացի կառաջարկել են օգնել, եվրոպացի կպատրաստ են օգնել, խորհրդակցությունները գնում են արդեն նաեւ եվրոպացիների հետ, ուրեմն եւ պետք է գնալ։ Ավելին ասեմ ձեզ, ուրեմն որոշ ժամանակ հետո բունկերայինը փոշմանելու է իր արածից, եթե մենք գնանք արժանապատիվ ճանապարհով։ Ապրանքների ընդունների դիմաց էլ առաջիկայում եվրոպացիները խեսուս ու փուս ասելու են, դե հիմա Ժորժ ջան, առանց մաքսերի, դե գիտեք, առանց մաքսերի են սարքե հայտարարից վարչապետը, ուրեմն եւ դա առաջիկայում կպահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից եւ մտնի ուրեմն խորը եւ համապարփակ առևտրի պայմանագրի մեջ, որտեղ եւ Վրաստանն է, իսկ Թուրքիան ուրիշ ռեժիմով է աշխատում Եվրամիության հետ, բայց քանի որ Եվրամիության հետ առանձին պայմանագիր ունի Թուրքիան, ես վստահ եմ, որ նույն անմաքս ռեժիմը Թուրքիայի միջոցով էլ կարա պահպանվի, եթե հետագայում Թուրքիայից սահմաններ բացվի։ Դրա համար Ժորժ ջան, էսա տեղի ունենում։ Հիմա անցնենք ավելի հետաքրքիր թեմաների, որpիսի դուք հասկանաք, թե ինչա կատարվում։ Ուրեմն տեսեք, հիշում եք Սերժ Սարգսյանը մտավ Եվրոպական ժողովրդական կուսակցություն, ԵԺԿ, եթե չեմ սխալվում Ծառուկյանն է մտավ ժամանակին, ուրեմն Սերժը ինչ էր անում, ուրեմն Սերժը փորձում էր եվրոպացիներին խաբել, թե ինքը Եվրոպայի հետ էլ կապեր պահում, եւ ուրեմն տարավ հանրապետական կուսակցությունը, որը ոտից գլուխ ռուսամոլիկների հավաքածու էր, տարավ սարքեց ԵԺԿ անդամ։ Սա ես համարում եմ աչք փչոցի, թոս փչոցի, առանց լուրջ քայլերի դառնալ ԵԺԿ անդամ, դա իմաստ է։ Հիմա Եվրոակտիվ պարբերականը, սա ուրեմն այս հոդվածը հրապարակել է հայկական ժամանակը, ուշադրություն դարձրեք, Փաշինյանի թերթը, ուշադրություն։ Եվրոակտիվ պարբերականը տեղեկություն է հրապարակել, թե վարչապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ԵԺԿ անդամակցելու շուրջ։ Նշվում է, որ թե վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը։ Եվ եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ԿՊ անդամակցությունը տարվա վերջ։ Այս քայլը հաջորդում է Կիրակի օրը կայացած ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որն անցել է ռուսական միջամտության մասին հայտարարությունների ֆոնին։ Չնայած Ռուսաստանի ազդեցությունից հեռանալու հստակ միտմանը, Եվրոակտիվի հաղորդմամբ հայաստանյան իշխանությունները զգուշանում են երկրի արտաքին քաղաքական ընտրությունը ձևակերպել որպես կոշտ այլընտրանք Բրյուսելի եւ Մոսկվայի միջև։ Մինչդեռ դիտորդները սպասում են նաեւ Եվրամիության անդամության տեխնացության պաշտոնական դիմումին։ Բնականաբար, այսպիսի հոդված վերատպելու համար հաշվական ժամանակի համար բացարձակ դժվար չի Փաշինյանից ճշտել, արդյոք սա ճիշտ է թե չէ։ Եվ եթե հայկական ժամանակը այսպիսի հոդված է տպում Փաշինյանի թերթը, որտեղ ասում է, որ Փաշինյանը թեև ցույցատրվում, որ ինքը տենց Եվրոպային մոտենալու միտում ունի, բայց չի ուզում բանանի, ուզում է շարունակի խաղեր տալ, չնայած Հայաստանից սպասում են Եվրամիության անդամակցության տեխնատության պաշտոնական դիմում։ Իսկ ինչ էր ասում Փաշինյանը, դե միջև համապատասխանենք, միջև տենց ապոկալիպսիսից հետո մի 2 տարի էլ որ անցնի, երբ որ Քրիստոսը երկրորդ գալստյանը գնա, այն ժամանակ մենք արդեն կորոշենք գնալ Եվրամիություն թե չէ։ Իսկ բարձվում է, Եվրամիությունում սպասում են Հայաստանի անդամակցության դիմումին։ Ավելին ասեմ ձեզ, ուրեմն նրանք կբավարարվեն այս քայլով, նաև լիարժեք բավարարված կլինեն
առաջին փուլով DCFTA, այսինքն խորհրդի համապարփակ առևտրի պայմանագրով, որովհետև դրանից հետո շատ երկար ձգձգելու իմաստ չկա։ Բառացիորեն DCFTA մտնելու հետո 2 տարի հետո ամենաուշահետ ժամանակ կստանանք վիզաների ազատականացում եւ Հայաստանի պարագայում մաքսիմում 5 տարվա մեջ 30 թվականին հանգիստ 4 տարվա մեջ կարող են դիմել դառնալ Եվրամիության անդամակցության թեկնածու, որովհետև Ռուսաստանի ճնշումների ֆոնին Հայաստանը շատ կտրուկ կարող է բարեփոխվել, հատկապես եթե Հայաստանի դռները բացվի արևմտյան շուկայի համար։ Հիմա սա մեկ ապացույց, որ ես ճիշտ էի ասում։ Հիմա երկրորդ ապացույցը, այն հատուկ են Փաշինյանը բոթերի համար, որ հարձակում էին ին վրա, թե չգիտես ինչ որ եւ այլ։ Հիմա պատրաստ լինելով, հա, CNN-ը, ուրեմն նախ ասեմ ձեզ ամերիկյան մամուլը օրեր խոսում է Փաշինյանի հաղթանակի մասին եւ քննարկում են արդյոք Փաշինյանը կգնա դեպի արևմուտք եւ արդյոք սա Ռուսաստանից հեռանալու քայլ էր։ Հիմա ինչա գրում CNN-ը։ Պատրաստ լինելով արագացնել Ռուսաստանից հեռացման շրջադարձը, Հայաստանի վարչապետը հայտարարում է ընտրություններում հաղթանակի մասին։ Սա հոդվածի վերնագիրն է։ Չնայած առաջատար լինելուն, Փաշինյանի կուսակցությունը ըստ ամենայնի չի ունենա 2/3 սահմանադրական մեծամասնությունը, ինչը կարող է դժվարացնել նրա առավել հավակնոտ ծրագրերի եւ օրակարգի իրականացումը։ Այն ինչ որ մենք ձեզ ասում ենք, խորը փոփոխությունները, որ պետք են Հայաստանին արվի։ Նա չանդրադառնամ նախորդ եթերում, ովքեր չեն նայել դիտեք հետաքրքիր եթեր։ Ընտրությունները դիտարկվում էին որպես հանրակրվե Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Փաշինյանի Եվրամիության հետ կապերի սերտացման եւ տարածաշրջանային խաղաղության օրակարգն արժանացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը, ով Truth Social-ում իր ամբողջական աջակցություններ հայտնել վարչապետին։ Հիմա ուշադրություն։ Հիշում եք որոշ բալաբոլներ կանգնում խոսում էին թե անգամ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն են հիմա իրար այդ բանի մեջ, ինչ այսինքն տենց չգիտեմ խաղերի մեջ, առաջ Եվրամիությունը տենց ուրիշ ձևեր, Միացյալ Նահանգների դաշնակից էին, հիմա ԱՄՆ-ին դուր չի գա, որ Հայաստանը Եվրամիություն եւ այլն։ Ուրեմն ըստ CNN-ի Հայաստանի մերձեցումը Եվրոպայի հետ դուր է եկել Դոնալդ Թրամփին եւ հենց այդ պատճառը իհարկե մենակ այդ պատճառով չի, նաեւ Թրիփի եւ մնացածի, բայց այս կուրսը Հայաստանի մերձեցմունը Եվրոպայի հետ սատարում է Դոնալդ Թրամփը, ով գրել է, ով Truth Social-ում իր ամբողջակ, ես ձեզ ասում եմ, ասել եմ այդ մասին, Ժորժ ջան, ինչ ասել եմ ճշգրիտ եղել է, էլի, կարող եք բացել հերթով հետ գնալ, նայել, տենց եւ այլն։ Ուրեմն Հայաստանի դեպի արևմուտք ուղղված քայլերը հարուցել են Կրեմլի դժգոհությունը։ Ռուսաստան ընտրությունների նախաշեմին արգելքներ էր սահմանել հայկական մի շարք ապրանքների, մրգեր, ծաղիկներ, ալկոհոլ ներմուծման վրա, ինչը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը որակել է որպես տնտեսական հարկադրանք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ակնարկներով զգուշացրել էր եվրոպական ինտեգրման ճանապարհին վտանգների մասին հիշատակելով Ուկրաինայի օրինակը։ Չնայած հապկում անդամակցության սառեցման եւ դեպի Եվրոպա քայլերին, Փաշինյանը փորձում է պահպանել հավասարակշռությունը։ Ապրիլյան այցը Մոսկվա եւ հունիսի 1-ին Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը փակագծերի մեջ։ Միջազգային ճգնաժամային խմբի International Crisis Group-ի վերլուծաբան Ջոշուա Կուչերան նշում է, որ Հայաստանը փորձում է լինել բազմավեկտոր եւ Ռուսաստանին խաղից դուրս չթողնել։ Հիշում եք ինչ է ասում ձեզ։ Ասում է Փաշինյանն է պահում Ռուսաստանին Հայաստանում։ Փաշինյանն է փորձում առևտուր անել, որ այսինքն հիշում եք ինքը ուզում էր Թրիփի մեջ մտցնել Պուտինին, չստացվեց։ Հետո արդեն Թրամփը սրեց, ասաց երկաթգիծներ վերցրու ձեռներից եւ այլն։ Այսինքն ուշադրություն, CNN-ը ասում է, որ հենց Փաշինյանն է, որ չի ուզում Ռուսաստանին խաղից դուրս թողնել տարածաշրջանում։ Չնայած այս բոլոր արևմտամետ քայլերին եւ դրսեւորումներին։ Ժորժան, իսկ International Crisis Group-ը լուրջ բան է եւ բավականին տեղեկացված մարդիկ են։ Պարզային չի մասին է ես խոսում այսքան ժամանակ։ Հերթական ապացույցը, հերթական վերլուծությունը, որ ուզում ձեզ ներկայացնել, թե ինչի մասն է, ինչ է ես բարձրաձայնում եւ ինչ էի ասում։ Հետևաբար նորից եմ ուզում կրկնել հարգելի ԿՊ-ականներ, բալանսավորեմ ձեր բալանսավորածը։ Ես ձեր բալանսավորումը տեսել եմ գիտեք որտեղ։ Ընդդիմադեր ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ շարունակում է CNN-ը Արամ Վարդևանյանը հայտարարել է ընտրությունների ընթացքի բազմաթիվ խախտումների մասին եւ հիմնական հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը կվիճարկի ընտրությունների արդյունքները։ Հիմա ընդդիմության գզվռտոցի մասից ու անցնենք երկրորդ կարևոր ինսայդին Զելենսկիի մասով։ Ուրեմն Ժորժ ջան, ընդդիմության գզվռտոցը բավականին զավեշտալի է,
ուրեմն եւ իրանք չեն կողմնորոշվում։ Ուրեմն մի մասը այնտեղ այն ջրի շախմատիստը սրանց մեջ էլ է ուզում մացեց գցի, տենց իր բաների ինֆլուենսերների միջոցով փորձում է։ Հիմա եւ այն մարդիկ, ովքեր իրոք ռեալ ռուսամոլիկ, ռուսամերիկ են եւ ուզում էին, որ ուժեղ Հայաստանը հաղթի, հիմա ասում են՝ մի րոպե, այդ դուք պատրաստվում եք մանդատները վերցնել, ոնց, բա դուք եկել եք մանդատ եք խնդրել միայն իշխանապողության օրակարգով։ Երբ որ ձեզ հարցնում էին դուք կճանաչեք ընտրությունների արդյունքները, դուք կշնորհավորեք, դուք ինչ կանեք, դուք մանդատները կվերցնեք, Սամվել Կարապետյանը մենք հաղթելու ենք։ Ասում էին, բա լավ, եթե չհաղթեք, մենք հաղթելու ենք։ Դե լավ, հաղթեցիք։ Okay, հիմա էս է իրավիճակը։ Հիմա վերցնելու եք թե չէ։ Հիմա եւ ասում են, վերցնելը դա դավաճանություն է, որտեվ կնշանակի դուք մեզ բոլորիս խաբել եք։ Եվ ընդդեղից էլ ջրի շախմատիցը ցեց է տալի, էլի ցեցը ծրծամը գցում է կներեք ժողովրդական խոսքի համը։ Եվ սկսել ասես մի հատ խառը պատմություն։ Հիմա վերցնել թե չվերցնել մանդատը, ասում է Շեքսպիրյան հարցն է, չէ՞ գալիս։ Ժորժ ջան։ Հիմա սրանք կամ պետք է գնան հետընտրական զարգացումների, կամ պիտի փորձեն մնալ հիմա այդ Նարեկ Կարապետյանը եւ ես ասեմ օրինակ Պուտինը կուզենա որ գնան ավելի մեծ շնշում լինի Փաշինյանի վրա, որտեղ Պուտինը սրանց վրա հույս է դրել որ կոնսոլիդանան մի հատ սկսեն կաշ երկրում եւ այլն։ Բայց խնդիրը սրանք վախում են։ Սրանք վախում են եւ հիմա տեսեք ինչ է Նարեկ Կարապետյանը ծախում Պուտինին, ասում է 8 հոգու կառնենք ընթացքում Վլադիմիր Վլադիմիրիչ։ Մերը կսարքենք պարլամենտը, տենց բան չի, շատ մեծ տարբերություն չի լինի։ 8 հոգու վրա առնենք, լիքը բան կարանք փոխենք, էլի, տենց եւ այլն, ինչ որ տենց բաներ է խոսում։ Բայց իրականում Ժորժ ջան, այդ վտանգը կա։ Եթե Փաշինյանը իհարկե հակառակն կա, ԿՊ-ն ցույց տվեց, որ ունակ է այն ճամբարից էլ մարդիկ բերելու, դե մենք գիտենք ինչի ով ոնց, իրականում դա ընդհանուր տես ջրի շախմատի տրամաբանության մեջ է, բայց հիմա ինչ է ուզում ասեի, տեսեք, հարցը հետեւյալն է, եթե Փաշինյանը գնաց Պուտինի հետ գործարքի եւ սկսի շարունակեց բալանսավորել, այդ 8 հոգուն կարող է եւ առնել։ Այսինքն Պուտինի դիրքերը կուժեղանա Հայաստանում, առանց այդ էլ արդեն մի փոքր ուժեղացել է ազգային ժողովում եւ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, եւ այստեղ լրջի, եթե սրանք շարունակեն sense մեգա դախալչիների խաթր երկիրը փակ պահեն, խաղեր տան, ասենք տենց տարին չգիտեմ 300 օր խաղան որ ժողովրդավար են 60-ներ որ ժողովրդավար չեն բաներ անեն որոնք ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ ասենք բայց հետո տենց հայտարարեն որ իրանց ասածը 2 րոպե հետո ասենք ուրիշ բան անեն որտեղ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը կարող են դիտել որպես կոպիտ խախտումներ հա եւ այլն եւ դա հատուկ են անում ձեզ ասեմ Նենց ասում են դե մենք ժողովրդավար ենք բայց ինձ չընկալեք որ ժողովրդավար ենք ասենք ժողովրդավար ենք չասենք ժողովրդավար ենք հա այդ բալանսավորման տրամաբանության մեջ է որտեղ եթե դու պատրաստում ես գնաս Եվրոպա դու ծայրահեղ զգուշ ես լինելու քո ամեն քայլի առաջ դու չես մտնելու առևտրի հետ մեգադախլչիների հետ դու ասենք չես բռնելու Սամվել Կարապետյան PR անես հենց չես անելու որ խորհրդանի տնտիմությունը լինի Պուտինիստ ինչ որ ասեցի եղավ Ժորժ ջան արեմտամետ տնտիմության համար ինչ էի ասում էի ձեզ ընկալելու են որպես Փաշինյանի էլեկտորատ չեք ընտրվելու պետք է միավորվեք ինչ ասի չեք անցնելու պարլամենտ ինչ որ ասել եմ եղել է ցավոք սրտի հիմա Եթե սրանք մտան առևտրի մեջ, օրինակ հիմա տեսեք Ծառուկյանը իբր փորձում էր փախնել, չգիտեմ, գուցե փորձել է փախնել, հայկական ժամանակներ տալիս, էական չի, բայց հիմա հարցը հետեւյալն է։ Ուրեմն, եթե սկսեն տակից խաղեր տալ, ասենք, դե ոնց որ թե մտնում է պարլամենտ Ծառուկյանը, ինչքան հասկացեք, Իրաքի օրը པարզ կլի, բայց նախնական, եթե Ծառուկյանը անցավ, քրեական գործ պահեցին վրեն, այդ քրեական գործը շահարկեցին եւ ստիպեցին, որպեսզի այդ ընթացքում ԲՀԿ-ն համագործակցի, ընդ որում նկատեք Արա այս ինքնաթիռի պատմությունը եղավ նրանից հետո, երբ որ բարձվեց, որ ԲՀԿ-ն կարող է անցնել պարլամենտ։ Եվ անմիջապես Ծառուկյանի դեմը փակեցին։ Տարօրինակ չի ձեր համար։ Մի տեսակ ձեր համար տարօրինակ չի։ Իհարկե տարօրինակ է։ Եվ բնականաբար, սա ասում եմ, շատ բան չի փոխվել այդ ներքին ինտրիգների ոնց որ ինտրիգանը նույնն է մնացել ներքին, էլի, տենց են մեծն ինտրիգանը, որ տես Լևոնը ժամանակին ասում էր, մեթոդները նման են, տենց մի տեսակ փիս նման են, էլի, տենց եւ այլն։ Հետեւաբար Ժորժ ջան, սենց ասեմ, այդ քրյա օլիգարխներին չպատժելու հանգամանքը ասենք թողնելը եւ այլն խոսում էր, մասի մարդը չի պատրաստվում գնալ Եվրոպա, չի պատրաստվում արևմտի առաջ բացի ասենք երկիրը, չի պատրաստվում ասենք օրինակ արևմտյան մեդիաներ բերել։ Այդ ամեն ինչը խոսում են մասին, որ ինքը պատրաստվում է արանքում մնալ, որը չի ստացվելու իր մոտ, որտեվ հիմա տեսեք քանի անգամ արդեն վազեց Եվրոպա, մրգերի համար, գազի համար, այդ ամեն ինչը անվճար չի։ Ականջը քաշելով տանելու են։ Կամ պետք է գնա գործարքի Պուտինի հետ։ Հիմա այս ընդդիմությունն էլ Պուտինին փորձում է այդպես վաճառի, դե բա բերեք մենք հիմա դուրս չգանք, որտեղ սրանք էլ իրենց համար են վախենում։ Գիտեմ, որ եթե դուս եկան փողոց ու չստացվեց, սաղին բռնելու է։ Բռնելու է գցի,
Բռնելը գցի, հետո սկսի առևտուրը, բարձա։ Հիմա որpիսի մենք չկասկածենք, որ առևտուր է գնում, ուրեմն խոստացել ես, որ պետք է Ծառուկյանին պատժես։ Ուրեմն տեսնենք հələ։ Ասել ես, որ պետք է իրանք նստեն Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Չասպե քեզ տեսնենք։ Հակառակ դեպքում հայտարարակ ես լինելու այս անգամ։ Հետագայում էլ ընդհանրապես ոչ մեկ, այսինքն չել կար այդքան խաղեր տա, չել կար այդքան արանքում մնա, որտեղ մենք հասկանում ենք ինչա կատարվում։ Բայց ամենահետաքրքիրը ընդդիմության մեջի գզվռտոցն է, այն որ ուզում են սահմանադրական դատարան դիմել։ Սահմանադրական դատարանին ասում են մեկ Նիկոլական է, բայց ուզում են դիմել։ Այս ինչ որ թոս փչոցիով են զբաղված, տենց զգացվում է ուզում են մանդատները վերցնեն, բայց հասկանում են, որ այն մարդիկ, ովքեր իրանց պատվիրակել են իշխանապողության համար չեն ուզում որ իրանք մանդատները վերցնեն ու տենց գնում է ասենց իրանց մեջի գզվռտոցը հիմա տեսնենք ինչ են ու վախենում են փողոցային պայքար սկսել որտեղ հասկանում են որ փողոցային պայքարը իրանց հաստատ կարող է չներվի եւ այլն ես ուղղակի կնող կամ եթե սկսվի կեղտոտ առևտուր ազգային ժողովի շուրջ քվեարկի թե չկբռնեմ ասենք խելոք պահի թե չկբռնեմ տրամաբանության մեջ դա այդպես երկիրը երկիր չի դառնում 8 տարի է ասում ենք բռնեք ընտրակեղծար մեկը տեսա որ մյուսը նստած է նախադեպ ստեղծվի փող չեն բաժանել ժողովրդին բոլորը կասեն ջանդամ ասենք այդ 1 միլիոն դրամը որ պետք է աշխատեմ ասենք դա այսօր եսի ինչ փող չի շատ էլ ասենք հիմնական շերտը ասենք այդ 10-ով շիկների 1-2 միլիոն դրամ աշխատում ամենաբարձրները որը քիչ են նրանք շատ են աշխատում բայց հիմնական շերտը պես 1-2 միլիոն դրամա կողքից կպցնում որ դա ամեն ինչը կազմակերպի ոչ մեկ այդ 1-2 միլիոն դրամի համար չի գնա 4 տարի նստի հասկանում եք որտեղ ավելի շատ ծախսելու է advokatների վրա։ Դրա համար որ ասում ենք եթե անկեղծ եք, ընտրակեղծարարների մասին խոսում էիք, 18-ին էլ եմ փորձը խաղեր տան, 21-ին առավել եւս։ Բռնեիք 2 հոգու նստացնեիք, 3 հոգու։ Պատիժը տայիք կոնկրետ, մարդիկ տեսնեին, որ կան ընտրակեղծարարներ, որ 4 տարի նստած են բանտում, հավատացնում եմ ձեզ, այսօրվա ընտրակեղծարարների, որոնք դուք ասում եք, 90%-ը կհրաժարվեր այդ գործով զբաղվելը, որովհետեւ միշտ նախադեպ նա ստեղծում, եթե մարդիկ տեսնում են, որ դա չի պատժվում, շարունակելու են անել։ Հասկանում եք, սա է իրավիճակը։ Այս անգամ պետք է տեսնենք կոնկրետ գործողություն, որտեղ նախորդ տարիներին տակից առևտուրներ ենք հատեսել։ Տակից PR ենք տեսել իրանց։ Դրա համար փորձենք հասկանանք հիմա այս անգամ ինչ է տեղի ունենալու եւ գազի գննել, հիշեք, սա inside-ը Ռուսաստանը արդեն տեղեկացրել է, որ կտրուկ թանկացնում է, Պուտինը սպասում է իրանցից պատասխան։ Հաջորդ inside-ը։ Ուրեմն ասեմ ձեզ ինչա տեղի ունեցել։ Շատերը չխոսեցին այս մասին, ուրեմն եւ Ռուսաստանում, հատկապես հարավի օդանավակայանները, ուրեմն մի 3-4 օր առաջ Հայաստանի ընտրությունների ժամանակ փակ են եղել։ Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի հարավում ամենաշատ հայերն են բնակվում։ Գիտեք, այնտեղ Կրասնոդարի շրջանը կա, Սոչին եւ այլն, շատ մեծ է հարավը, մենակ այդ չէ, շատ ամբողջ հարավը Ռուսաստանի որտեղ ուժեղ Հայաստան ու Սամվել Կարապետյանը ու մնացածը Ռոբերտ Քոչարյանները ավելի մեծ ընտրազանգված էին սպասում ընտրության օրերին, ուրեմն պարալիզացված էր։ Օդանավակայանները փակ են։ Երևի կադրերը տեսել եք ոնց են Ռուսաստանի օդանավակայաններում մարդիկ ժամերով տես նստած գորգռում արդեն չգիտեմ եւ այլն։ Զելենսկին ուրեմն փակեց հարավը, որտեղ ամենամեծ հոսքը սպասվում էր հարավից հայերի եւ մի քանի օր շարունակ հայերը չէին կարողանում գային, որպեսզի քվեարկեին Հայաստանում եւ բազմաթիվ հայեր եւ գուցե հազարավորները չկարողացան գալ, որովհետեւ Զելենսկին փակել էր Ռուսաստանի հարավի օդանավակայանները։ Կրկնում եմ, ամենամեծ հոսքը հայերի սպասվում էր հարավից։ Եվ սա էլ իմացեք, որպեսզի ուրեմն տեղեկացված լինեք, ոչ միայն շնորհավորելը, այլ ոչ միայն կոչ արել Եվրոպային արագ օգնել, այլ նաեւ կոնկրետ որոշակի գործող, այսինքն դուք եթե նկատեցիք, Զելենսկին 3 անգամ խոսեց Հայաստանի մասին վերջին 10 օրվա ընթացքում։ 3 անգամ։ Ինքը շահագրգռված էր, որպեսզի Փաշինյանը հաղթի։ Եվ ինքը կարողացավ, որտեղ գիտեր, որ դիմացի ուժերը կանգնած, դրանք լրիվ պրոռուսական ուժեր են։ Դրա համար այսպիսի օգնություն է տեղի ունեցել, ուրեմն շատերը, ասենք, շատ դեպքերում կարող է, այսպես ասեմ, չնկատվեց, բայց ասենք, որ մարդիկ իմանան, հասկանան ինչա տեղի ունեցել։ Եթե ես ասում եմ, ուրեմն մի բան գիտեմ, ժողովուրդ ջան։ Սա հիշեք, եթե ես մի բան ասում եմ Ուկրաինայի մասին, ուրեմն ես մի բան գիտեմ։ Կարող է շատ բան չեմ կարող ասել, շատ բան չեմ կարող բացել, բայց եթե մի բան ասում եմ, ուրեմն գիտեմ ինչ եմ ասում։ Ուրեմն մի հետաքրքիր բան շարունակելով Ուկրաինայի թեման, ուրեմն մեր ընկեր Մարատ Հակոբյանը
շատ հետաքրքիր հարցազրույց արել ռազմական փորձագետ, ավիափորձագետ Կոնստանտին Կրիվոլապի հետ։ Իդեպ ես շատ կուզենամ, որ այդ հարցազրույցը նայեք, Մարատի ալիքում կա, անպայման մտեք նայեք։ Ուրեմն եւ ինչ ասես Կրիվոլապը Հայաստանի հետ կապված, ուղղակի քեֆս բերեց Ժորժ ջան։ Ուրեմն կա այսպիսի մի ծրագիր Ֆրեյա եվրոպական, ես հեսա կասեմ դա ինչ ծրագիր է։ Եվ Կրիվոլապը ասեց Ֆրեյան կարա փակի Հայաստանի օդը։ Ֆրեյան շատ լավ ծրագիր է, որը կարա օգտակար լինի։ Ինչպես գիտեք, Մարատն էլ այդ հարցը բարձրացրել, բազմիցս իր եթերներում հետաքրքիր մտքեր էլ նաև արտահայտել այդ պահով, դա բանը եվրոպական բալիստիկ հրթիռների համատեղ ծրագիր է, այսինքն ոնց որ բալիստիկ հրթիռների հովանոց, ամբողջ այսպես ասում է եվրոպական երկրների եւ դաշնակից երկրների համար։ Եվ հետաքրքրական մի բան, որ հիմա ուկրաինական փորձագետը ասում որ դա շատ լավ տարբերակ է ուրեմն Հայաստանի համար։ Ավելին ասեմ ձեզ, ուկրաինացի հայտնի փորձագետը ասում է, ինքը շատ հայտնի փորձագետ է ռազմական Ուկրաինայում, որ Հայաստանին օգնելը պարտք է յուրաքանչյուրի համար, ովքեր արևմտյան արժեքներ են դավանում։ Այս հատվածը ընդհանրապես հուզիչ էր, որ Հայաստանին օգնելը յուրաքանչյուրի պարտքն է, ասում է, ովքեր արևմտյան արժեքներ են դավանում։ Հիմա հասկանանք ինչ է Ֆրեյան, որպեսզի հասկանանք ինչ է առաջարկում ձեզ Ուկրաինան։ Համագործակցության իմաստով սա շատ կարևոր է Ժորժ ջան, ու ընդ որում ասեմ ձեզ, սա ոչ միայն Ադրբեջանից է պաշտպանություն իրականում, սա նաև կարա լինի պաշտպանություն Թուրքիայից, որովհետև մենք չենք կարող միայնակ կարողություններ ունենալ Թուրքիայի դեմ, բայց սա առաջին լավ քայլն է Թուրքիայից նաև ունենալու համար օդային պաշտպանություն, որովհետև սա զիլ ծրագիր է Ժորժ ջան, որ եթե Հայաստանը միացավ այս ծրագրին, հավատացեք անգամ թուրքերն են մեզանից վախենալու։ Սա կարևոր է, որպեսզի Թուրքիայի տակ չպարկենք, այսինքն իրականում Ուկրաինան նաև կարող է, տեսեք, նայեք ինչ երկրներ են դառնում գերտերություններ։ Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է, աճում է Ուկրաինան, հա, եվրոպացիք շահագրգռված են։ Մենք կամ ընտրում ենք բալանսավորեն, որ բալանսավորես ու պարկում ենք թուրքերի տակ ուղիղ, բալանսավորվելու արդյունքում, որտեղ Պուտինը մեզ ոչ մի բան չի կարող բալանսավորի, իրանք ստիպված են արևմուտքն էլ ասենք, որ հասկանալու է, ասենք, ում հետ գործունեություն սկսել է շատ մի որոշ ժամանակ հետո արդեն մեր հարցերը Թուրքիայից լուծել, որտեղ հասկանալու է, պարկում են, ասենք, Էրդողանի տակ ասում են դե փող շատ վտանգավոր արտահայտություն են անում, խաղաղությունն ու երաշխիքը, հələ խաղաղությունը մի կողմ։ Երաշխավորը պետքա լինի, ուրեմն փող շահավետությունը, ոչ թե Թրամփը, ոչ թե Եվրոպան, ոչ թե Հայաստանի հզորությունը, փող շահավետությունը։ Եթե դու չունեցար երաշխավորներ, ԿՊՆ-ը ասում, ԿՊ-ի բարձրաստիճանները, Սիմոնյանը, Միրզոյանը, եթե դուք չունեցաք երաշխավորներ, փող շահավետություն չի լինելու, լինելու է միակողմանի շահավետություն, որում ձեր վրա, բոլորը ձեր վրա շահավետ են ելնելու։ Եվ նորից եմ ասում, բոլորը ձեզանից պահանջելու են կողմնորոշել։ Հիմա Ուկրաինան շատ լավ տարբերակ է, նաև մտնել մի դաշինքի մեջ, լրջագույն դաշինքի մեջ, որից անգամ Թուրքիան է զգուշանալու, եւ սա ըստեյության ՆԱՏՕ-ին, եթե սպայն հնարավոր չի ՆԱՏՕ մտնել, բայց ՆԱՏՕ-ին լրջագույն ալտերնատիվ է։ Դե ՆԱՏՕ-ին թե 5 կառույց է եւ շատ դեպքերում պրոբլեմատիկ բաներ ունի, Ֆրեյան նոր զարգացող եւ ժամանակակից մարտահրավերներին ավելի արձագանքող պրոջեկտ է։ Հիմա տեսենք ինչ է այդ պրոջեկտ Ֆրեյան։ Համաեվրոպական հակահրթիռային պաշտպանության նոր հավակնոտ նախագիծ է։ Գիտեք, մեր ամենաթույլ տեղը օդն է, հոպն է։ Հիմա սա ամբողջությամբ փակում է Հայաստանի օդը, եթե մենք դառնանք Ֆրեյայի մաս։ Ուրեմն նոր հավակնոտ նախագիծը, որը պաշտոնապես ներկայացվել է 2026 թվականի գարնանը, այն ստեղծվում է որպես ուղիղ պատասխան եվրոպական երկնքում բալիստիկ հրթիռների սպառնալիքին եւ ամերիկյան թանկարժեք Patriot համակարգերի դեֆիցիտին։ Քանի որ ԱՄՆ-ն իր հրթիռների մեծ մասը ուղղում է մերձավոր արևելք։ Ահա թե ինչ է իրենից ներկայացնում այս ռազմական դաշինքը կամ համագործակցությունը։ Ովքեր են մասնակիցները, սա համատեղ ռազմաարդյունաբերական նախագիծ է, որն իրականացվում է միջկառավարական համաձայնագրերի մակարդակով։ Հիմնական կորիզը կազմում են ուկրաինական Իդեմս Firepoint, իսկ Firepoint-ի մասին ես ասել եմ հաղորդում եմ արել։ Firepoint պաշտպանական ընկերությունը, որը նախագծի գլխավոր նախաձեռնողն է, նախագծի գլխավոր նախաձեռնողն է։ Գերմանիան ներգրաված է DL Defense հսկան, որը արտադրում է հայտնի Iris-T համակարգերը, սրանք շատ լավն են։ Ֆրանսիան եւ Նորվեգիան Kongsberg ընկերությունները։ Նախագծին աջակցում է նաև Եվրոերյակը, Մակրոնը, Մերցը, Սթարմերը, որպես Եվրոպայի հակահրթիռային նոր պլանի մաս, որն է նպատակը ստեղծել Patriot համակարգերին փոխարինող, բայց շատ ավելի էժան ու հասանելի հակաբալիստիկ վահան,
Ամբողջ Եվրոպայի համար նպատակն է ստեղծել միասնական ցանցային պաշտպանական էկոհամակարգ, որտեղ տարբեր երկրների արտադրած ռադարներն ու հրթիռները կկարողանան աշխատել միասին ՆԱՏՕ-ի Link 16 ստանդարտով։ Տեխնիկական հիմքը FP7X հրթիռ, ուկրաինական նոր արտադրության թեթև հակահրթիռ է, որի փորձարկումները հաջողությամբ մեկնարկել են 2026 թվականի սկզբին։ Այն զարգացնում է 1500-2000 կմ/ժ արագություն կամ մղոն վարկյան արագություն երևի, Եվրոպան դավելի արագ է, եվրոպական տեխնոլոգիաներ հրթիռի ջերմային գլխիկը Image Infrared պատրաստվում է գերմանական DLL-ի հետ համատեղ, իսկ կառավարման կետերը նորվեգիական Kongsberg-ի հիմքով են։ Ռադարների համար դիտարկվում է ֆրանսիական Thales Groundmaster-ը, իդեպ մենք Հայաստանը սրանից պետք է որ ունենա, ոնց որ չցուցադրեցին, բայց այս ռադարներից պետք է ունենա, խոստացել են։ Եվ շվեդական Saab Giraffe տարբերակները։ Կարճ ասած, Ֆրեյան եվրոպական ռազմական արդյունաբերության նոր կոալիցիա է, որի նպատակն է Ուկրաինայի մարտական փորձն ու եվրոպական փողերը ու տեխնոլոգիաները միավորել, ստեղծել անկախ հակահրթիռային հովանոց։ Նախագծի հեղինակները հույս ունեն առաջին իրական բալիստիկ թիրախի խոցումն իրականացնել արդեն մինչև 26 թվականի վերջ։ Ժորժյան, սրանից լավ տարբերակ մեր համար։ Սրանից հիմա լավ տարբերակ մեր համար։ Իդեպ բավականին, ուրեմն բավականին լուրջ բան է, ընդ որում ասեմ ձեզ, Հայաստանը ունի արդեն որոշ տարեր, որոշ զինատեսակներ, որով կարող է արդեն մասնակից դառնալ այս նախագծերին։ Չհաշված, որ հիշում եք, ես ինչ էի ասում, SAMP-T, IRIS-T, այս բաների, որ ասում եմ, մենք պետք է սրանցից ունենանք, դառնալով Ֆրեյայի անդամ, մենք կունենանք արտակարգ ժամանակակից հակաօդային հակաբալիստիկ պաշտպանություն։ Չհաշված, որ Ուկրաինայի հետ համագործակցությամբ կարող ենք ֆանտաստիկ հակադրոնային պաշտպանություն ունենալ։ Իդեպ մի բան պետք է ասեմ, մի ուրեմն կոմենտ աչքովս ընկավ Ժորժ ջան, ուրեմն այսպես ասեմ, ուրեմն երբ որ հայերից այսպես մեր եթերներից մեկի տակ, այսպես ասած, հայերից մեկը գրել է, երբ որ խոսվում է հակաուկրաինական դրոնների եւ ուկրաինական տեխնոլոգիաների մասին, հայերից մեկը գրել էր. «Դավառն էլ ունի հակադրոնային դրոն ու ավելի արագ է, ցուցահանդեսին կար»։ Ժորժ ջան, տեսեք, ես կարծում եմ, որ հենց այս դարձավ մեր պարտության պատճառը, մեր իրականությունից կտրված լինելը դարձավ մեր պարտության պատճառը 2020 թվականին։ Ուրեմն ձեզ տեղեկացնեմ, ուկրաինական տեխնոլոգիաները 2 ամիսը մեկ փոխվում են։ Արհեստական ինտելեկտի մտնելով, ուրեմն երբ որ Ուկրաինան, նախ ասեմ ձեզ, հայկական դրոնները ուկրաինական դրոնները շատ ավելի արագ են ու շատ ավելի մեծ տեսականի ունեն, քան հայկականները։ Երկրորդը, ինչի են 2 ամիսը մեկ թարմացվում ուկրաինական դրոնները, որտեղ Ուկրաինան կռվում է հզոր ահեղ թշնամու դեմ եւ ուրեմն որպեսի տեխնոլոգիական առավելությունը ապահովի, ըստ մարտադաշտում իրավիճակի անընդհատ նորամուծություններ են մտնում, update-ներ։ Հետևաբար ես ձեզ ասեմ, օրինակ արդեն 2-3 տարի առաջվա արտադրած դրոնը կամ նախագծված դրոնը շատ հին է արդեն ժամանակակից պատերազմների համար։ Ես հիմա ասենց ասում եմ, մենք շատ ուրախանում ենք հայկական արտադրանքի համար։ Մենք ուրախացել ենք, որպես սկիզբ որովհետև սկիզբը դրվել է։ Ես ինչա շեշտեցի, երբ որ հիշում եք, խոսվեց, որ հայերը իբր թե խնդրել են, որպեսի Ուկրաինան թույլ տա, որպեսի հայկական մասնագետները գնան վերապատրաստեն։ Դա էլ է քիչ։ Զելենսկին առաջարկել է համատեղ արտադրություն, եւ սա ամենակարևորն է։ Օր առաջ պետքա գնալ։ Ես հարգում եմ, կարող է դավառոնել է սիրուն դրոններ արտադրում։ Հիմա այդպես պրինտերով են խփում այդ դրոնների պլաստմասները, դարապես մտցնում ես պրինտերի մեջ, հանում ես արդեն ֆորման վրա։ Դեմ չեմ, կարող է շատ սիրուն պուպուշ բաներ արտադրում։ Պրինտերով ինչ ուզես, կարող ծաղիկի ֆորմայով դրոն արտադրի, հա։ Կարող բեգեմոտի ֆորմայով դրոն արտադրի, ասենք, նայ, ասենք, ինչ սիրուն է։ Լսեք, իրականության գիտակցությունը կորցնել չի կարելի։ Գրելուց մի քիչ մտածեք, էլի ինչ եք գրում։ Մի հատ հասկացեք, էլի ինչ եք գրում ընդհանրապես։ Որտեղ է Դավարոյի դրոնը փորձարկվել։ Որտեղ եք տեսել հայկական որևէ դրոն մարտական դիրքում, մարտական իրավիճակում փորձարկվել է, թե չէ։ Ուրեմն ուկրաինականները ոչ միայն փորձարկվում են, այլ 2 ամիսը մեկ թարմացվում են, անընդհատ նոր update-ներ։ Ես Ժորժ ջան, ես չեմ ուզում ասեմ, ես ինքս ուրախացա շքերթի հետ կապած, զգուշա որ լավատեսություն հայտնեցի։ Ակնարկեցի, որ մի ոգևորվեք, որովհետև այն ինչ որ մենք հասկանում ենք, դա այն չի դեռ ինչ որ մենք պետք է, այնպես չի։ Ես անգամ շատ մեղմորեն ակնարկեցի, որ մենք Ադրբեջանից դեռ շատ հետ ենք մնում, Ժորժ ջան։ Իսկ Ադրբեջանը արագացնում է
Հələ Ուկրաինան ոնց որ թե շատ տենց չի արագացնում, բայց Ադրբեջանը փորձում է արագացնել Ուկրաինայի հետ դրոնների արտադրությունը։ Մերոնք դե parza միշտ բալանսավորում ենք, որ բալանսավորենք, parza վախենում են այդ ամեն ինչը անեն, որտեվ իրանք բալանսավորում են Պուտինին սրտներում պահում են, մտածում են, հեսա Տրամպը գալու է պայմանավորի մի օր սենց հեսա, բայց ուրեմն իրավիճակը տենց Պուտինի համար ոնց որ չի լավանում գնալով ավելի վատանում է տենց։ Իրանք էլ տենց արդեն նեղվում են, որտեվ իրանք երկու կողմից սկսում են սխմել, որտեվ Տրամփն ու Պուտինը մի տեսակ չեն պայմանավորվում։ Ես ասում եմ, քիչ լսեք այդ Օրբելի կենտրոնին, էլի այն ժամանակին են, որ ասում են, ոչ ընդհանրապես ովքեր են քեզ, ուրեմն 2 տարի առաջ ասի ովքեր են քեզ խորհուրդ տալի Ուկրաինայի հարցում, հիշում եք, շատ եմ խոսել այդ մասին, էլի, եւ այլն։ Մի խոսքով, իդեպ ես չեմ ուզում շատ հիշեցնել, բայց շատերը կհիշեն դեռ 21 թվականին, երբ որ ներխուժումը չէր եղել, երբ որ դեռ ամերիկյան շատ կանել այդ ամեն ինչը ինտերնետում կա։ Մի հատ մտեք նայեք, հիշում եք, որ սաղ ասում են 3 օրը Մոսկվան, եթե պատերազմ լինի, չէր սկսվել է պատերազմը։ Ամիսներ շարունակ ես ասում եմ, չի կարողանալու Պուտինը գրավի Ուկրաինան։ Չի կարողանալու։ Բայց մեկը իրանք չեն լսում, ավելի լավ չի, շուտ լսեք, շուտ անեք, հասկանաք, մի բան գիտենք, որ մի բան ասում ենք, որ այսօրին չհասնենք։ Մի գրեք մի բան, որ կողքից ուղակի մեկը կարդացող, անք պատկերացրեք, ասենք դրսից ինչ որ մի հատ խելացի մարդ, նայում, ինչ եք դուք գրում, ասենք մի հատ մի բան պատ, միշտ գրելուց առաջ մտածեք, օրինակ ինչ մի հատ կմտածի, մի հատ զարգացած, ասենք արևմտյան ռազմական փորձագետ ձեր գրածից էլի, ասենք կոպիտ ասած, կամ մի հատ խելացի մարդ էլի, որ կարդա դուք ինչ եք գրում, ինչ կմտածի ձեր մասին էլի։ Դուք լուրջ եք ասում հիմա, հա։ Լուրջ ասում եք, որ ասենք դուք ուտեց Ուկրաինայից ավելի արագ ու ուժեղ դրոն ունեք։ Շնորհավորում եմ ձեզ։ Այդ այնց էլ մտածել եք, ասում եք Ադրբեջանին կջարդենք հեսա եւ այլն։ Ես ձեզ ասում եմ, մենք հələ ճանապարհի 10%-ն էլ չենք անցել, Ժորժը, 5%-ն էլ չենք անցել։ Այն ինչ որ ես տեսա, լավ էր, ուրախալի էր, բայց ես գուշորեն ասեցի, որ դրանք նախորդ սերնդի պատերազմների, ինչ որ հիմա իրանք ձեռք են բերել, դրանք մեծ մասը նախորդ սերնդի պատերազմի մասին է։ Ամենավերջի Ադրբեջանի հանդեպ առավելություն ունենալու համար մենք պետք է Ադրբեջանից ավելի ուժեղ տեխնոլոգիաներ ունենանք։ Շատ ավելի ուժեղ։ Եվ շատ ավելի շատ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Հիշում եք ասեցի, որ մենք ասացի, մենք պետք է ձգնենք դրան, որ մենք կարողանանք համենապես ունենանք հնարավորություն, որ չգիտեմ, ամիսը գոնե 1-2 միլիոն դրոն կարողանանք արտադրենք, եթե պետք լինի։ Համապատասխան մասնագետներ ունենանք եւ այլն։ Ընդ որում այդ դրոնները, նորից եմ ասում, սենց ասեմ, քան երբ են նախագծվել, երբ են արտադրվել, որ թվի տեխնոլոգիա, այդ հասկանում եք, չէ՞ մի խոսքով։ Սենց ասեմ, հələ հետ են ու հələ լավ հետ են։ Հələ այն ինչ որ ցույց տվեցին, մը չեմ ուզում շատ խորանամ, այն ինչ որ իրանք ցույց են տալի, ասենք այնց որ շատը ասենք այն որ լավ հնչում էր, բայց իրականում շատ աշխատանք կա կատարելու եւ դրա հնարավորությունը կա։ Եվ նույն էս Ֆրեյան, ասենք շատ ավելի մեծ, ուրեմն հնարավորություն է տալիս դրա համար։